Ողջույն, շատ սիրելի հետևորդներ, շարունակում ենք հայերենի տեսադասերը, այս անգամ ևս անդրադառնալու ենք տարածված լեզվական սխալներին։ Եթե մենք ամեն դասի մի 3-4 բառ անգամ ճիշտ սովորենք, ապա շատ շուտով մեր խոսքը գրեթե անթերի կլինի, իսկ ես հիշեցնեմ, որ եթերից հնչող պաշտոնական հրապարակային խոսքը պետք է գրեթե անթերի լինի, և դրա համար պետք է միասին աշխատենք և շատ ուշադիր լինենք այս լեզվական սխալները չկրկնելու հարցում։ Գնացինք, ներկայացնում եմ սխալ ձևերից մի քանիսը՝ հիշացնել և խոսացնել։ Այսպիսի ձևեր ենք լսում, իսկ որն է այստեղ սխալը։ Հասկանալու համար պետք է բայերը դնել ուղիղ ձևով։ Խոսացնել բայի անորոշ տերբայ է, այսինքն ուղիղ ձևն է խոսել, այսինքն բայը ե խոնարհման բայ է։ Եվ դրա պատճառականը կազմելու համար պարզապես պետք է ավելացնել էցնել, խոսեցնել, հիշեցնել, ծիծաղեցնել, խոսեցնել։ Ահա, հիշում ենք, եթե խոսել, ուրեմն խոսեցնել։ Հիշել, ուրեմն հիշեցնել։ Ահա, այսպես են կազմվում այս բայերի պատճառականի ձևերը։ Խնդրում եմ ուշադիր լինել, որտեղ շատ պարզ և հասարակ կանոն է։ Շատ տարածված սխալ է պատճե բառը, և որի հոգնակին կազմում են պատճեներ ձևով, առանց երկրորդ ն-ի։ Իսկ այդ երկրորդն բոլորովին էլ ավելորդ չէ, որովհետև մեկ ն կա բառի կազմում, որը մենք թյուրիմացաբար հաճախ չենք նշում, և երկրորդը ներ մասնիկի ն է, հոգնակի ակերտ մասնիկի։ Ուրեմն բառը ոչ թե պատճե է, այլ պատճեն։ Եվ հետևաբար հոգնակին կազմվում է ավելացնելով ներ հոգնակի ակերտ վերջավորությունը և ստացվում է պատճեններ։ Եվ հաջորդ սխալը, որ շատ տարածված է հատկապես աշակերտների գրավոր խոսքում, դյուցազուն բառն է։ Նրանք դա շփոթում են դյութել, հմայել արմատի հետ, դյութիչ, և գրում են դյութազուն, բայց հիշելու համար պետք է մտապահենք, որ դյուցազուն բառի արմատն է դյուցը, որը դից բառի փոփոխակն է, մեկ այլ տարբերակը, իսկ դիցը հիշում ենք նշանակում էր աստված, այսինքն դյուցազուն աստվածների ազգից։ Գրենք ճիշտ ձևը դյուցազուն։ Դյութիչ թող լինեն աղջիկները, իսկ դյուցազունները թող գրվեն ց-ով, ճիշտ, և մեր լեզուն պահենք անաղարտ ու մաքուր։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։